Բարի երեկո բոլորին, երեկ տեղի ունեցավ ազգային ժողովի ընթացում, ինչ այդ ժամանակ շատ հարցեր բարձրացվեցին կապված էլեկտրոմոբիլների մասով։ Հիմա ասեմ, առաջի կարևոր բանը, որ մենք հստակ հասկացանք, որ եթե դուք նախկինում ներկրել եք էլեկտրոմոբիլ իրավաբանական անձով, ԱԱՀ չի գործում, վաճառելուց ԱԱՀ չեք վճարելու։ Սա շատ կարևոր է, քանի որ մեծ խնդիր կառաջացներ, ես այս հարցը բարձրացրել եմ ու շատ լավ է, որ հերքվեց։ Երկրորդ կարևոր հարցը ձիաուժերը, այն մարդիկ, ովքեր դեռ չեն վճարել այդ գումարը եւ լաբորատորիա չեն տալիս իրենց մեքենան, կարաք լինեք հանգիստ, կարծես թե գնում ամեն ինչ նրան, որ կվերցվի ԵԱՏՄ երկրներից ձիաուժերի այդ բազան եւ կկիրառվի մյուս էլեկտրոմոբիլների համար, ինչը շատ կարևոր նորություն է, եթե ստացվի, շատ ուրախ կլինեմ բոլորի համար։ Երրորդ կարևոր նորությունը, այս հարցն էլ դեռ չկա, կարծես թե քննարկման է, բայց հնարավոր է այն մեքենաները, որոնք ճանապարհին են եւ պետք է վճարեն ԱԱՀ 2026 թվականից, հնարավոր է մի փոքր երկարացվի իրենց այդ հարտոնությունը մի ամիս, կարծում եմ բավականին լավ կլինի։ Մենք այս խնդրի առաջ դեռևս չենք կանգնում, բայց հնարավոր է ունենք ֆորս մաժորային իրավիճակներ եւ կանգնենք եւ շատ լավ կլինի, որ այս հարցը մի փոքր երկարացվի ու այն մեքենաները 2024 թվականից ավելի հին մեքենաների ներկրման համար, որոնք կհասնեն 2026 թվականին, մի փոքր երկարացվի այս շրջանը, որպեսզի խնդրի առաջ չկանգնենք։ Այսքանով ժողովուրդ ջան, այսքան էր քննարկումները, կարևոր հարցերը, հետևեք իմեջին, կքննարկենք, շատ փոփոխություններ ոնց հասկանում լինելու, շատ հարցեր է բարձրացվելու, բոլորի մասին ձեզ կփորձեմ մաքսիմալ շուտ պատմեմ, բոլորիդ մաղթում եմ հաջողություն։